Բարի օր սիրելիներս, նոր վլոգ եմ սկսում, լավ օր եմ մաղթում բոլորիդ, հուսով եմ լավ եք, ես էլ եմ լավ, իջնում եմ աշխատանքի, հայելին այսպես խայտարակել են, այսօր 3 հատ հաճախորդ ունեմ, որից հետո պետք է գամ և պատրաստենք միասին ախորժակ, ամբողջ 3 պատրաստել եմ, մնում է այսօր արդեն եփենք։ Դրա համար միասին երևեք եփենք, ցույց կտամ, չնայած որ ալիքումս կա բաղադրատոմսը։ Իսկ հիմա գնում եմ աշխատելու, որից հետո տնային գործեր։ Քանի որ արդեն ամառ է, փակոսները, ամառը համարյա վերջանում է, փակոսները սկսվել են աշնանային, այսպես ամառային վերջին։ Եվ զբաղվում ենք դրանցով։ Դե ինչ, բոլորիդ լավ օր եմ մաղթում, գնացինք աշխատելու։ Ոյ, ահա որ հոգնեցի աշխատանքից եկել եմ տուն, լեչոս արդեն եփեցի, պատրաստ այնքան համեղ է ստացվել, սա մի փոքր մնաց չտեղավորված բանկաները, հիմա կվայելենք ու հիմա ինչ եմ անում, 3 պղպեղները կտրտել էի այսպես, սառեցնում եմ լատոկների մեջ սառցարանում եւ այսպես չափաբաժին անում եմ, սրանք պիցայի համար են հիմնականում Եվ դնում եմ սառցարանը, պիցա պատրաստելու ժամանակ հանում եմ և օգտագործում ենք այդպես շատ լավ է, ձմռանը կարիք չի լինում գնալ պղպեղ գնելու, որովհետև ձմռանը բնականաբար բոլորս էլ գիտենք, նախ այս պղպեղից չկա հիմիկվա, պետք է բալգարսկի պղպեղ գնել, երկրորդն էլ ինքը 3 անգամ թանկ է լինում, դրա համար հիմա դնում եմ սառցարանը պիցայի համար ու այսպես նաև լոլիկներն եմ դնում, այս անգամ դեռ չեմ դրել, բայց պատվիրեմ կլոր կտրում եմ բարակ շերտերով, նույնպես սառեցնում եմ ու տեղափոխում եմ տոպրակների մեջ։ Ուզում էի վակուում անեի, հետո հասկացա, որ իմաստ չկա վակուումի, այսպես ավելի լավ է 2 տոպրակի մեջ դնեմ այսպես, այդպես ավելի հեշտ կլինի։ Նաև նոր վակուումի սարք եմ պատվիրել։ Հեսա վերջացնեմ, ցույց կտամ անպայման, շատ լավն է։ Իմը շատ մատչելի տարբերակն էր ու արդեն բավականաչափ երևի 4-5 տարի ունեմ ու էլ արդեն լավ վակուում չեր անում։ Դրա համար որոշեցի, համել իմը վակուումատորը մենակ 4 վակուումի համար էր նախատեսված, իսկ պատվիրել եմ հիմա նաև թաց մթերքները կարող ես վակուում անել, հեշտությամբ վակուում է անում, ոչ միայն վակուում է անում, նաև կարող է ինքը այդ տոպրակը այսպես ուռացնել, եթե ինչ-որ փշրվող մթերքա պետք չի վակուում անել, ապա ինքը ուռացնում է այդ դեպքում նույնպես, օրինակ չիփսը, եթե վակուում անես, բնականաբար չիփս չի մնա, ինքը կմնա մենակ փշուրներ։ Իսկ այս նոր վակուումատորը ինքը ուռացնում է պակետը եւ ընդհանրապես միջի մթերքը շատ լավ է պահպանվում։ Հիմա տեղավորեմ այս պղպեղներս, որովհետեւ կոտլետի ֆարշ եմ արել, կոտլետ եմ ուզում տեղավորեմ սառցարանը ու ցույց տամ վակուումատորս։ Այնտեղ բանկաներս են, լեչոներս են, ահագին շատ ստացվեց, ես մտածում եմ եւս մեկ անգամ կպատրաստեմ, բայց լավ, ահագին շատ ստացվեց, էլ երևի ոչ էլ կպատրաստեմ, չնայած որ տեղ էլ չունեմ դնելու, սառնարաններս արդեն իսկ պահածոների սառնարանները արդեն իսկ լիքն են, բայց դեռ ահագին բաներ կա, որ պետքա պահածոյացնեմ, դեռ կետչուպ է պետք անել, հետո ծաղկակաղամբի մարինադ, լոլիկի մարինադ, վարունգս արդեն բավական է, բայց եթե այն փոքր վարունգներից հանդիպեմ, ուղղակի չեմ հանդիպում, դեռ ասել եմ նախորդ վիդեոներում, որ նոր բաղադրատոմս է գարչիցայի սերմերով, գարչիցայի սերմերն էլ եմ պատվիրել, դեռ չկա, 2 տեղից եմ պատվիրել, եւ Վայլբերիսից եւ Օզոնից դեռ ձգձգվում է դաստավկան, չգիտեմ ինչի հետ է կապված, երևի էս սկլադների հետ է կապված Բայց դե այնպես է վարունգ էլ դեռ չկա այդ մանր, սպասում եմ երբ հարմար լինի գնամ Food City, ես իմ ուզածն դրեմ, որովհետև պատվիրում ես, բերում են այդ սովորական այսպես փոքր չափի է, բայց ինձ պետք է այն կարնիշոնները։ Դա այդպես։ Ու հիմա մի հատ վարունգ այս պղպեղներս տեղավորեմ, քանի չեն հալվել եւ ցույց տամ վակուումատորս։ Ինչերով եմ զբաղված, բանկաներս մի լավ լվացի Չնայած որ իրանք մաքուր էին, բայց մի հատ էլ լավ լվացի, հիմա կչորատնամ եւ կուղարկեմ
սառնարան արդեն։ Ինտև սիրում եմ, երբ որ ամեն ինչ այսպես փայլում է։ Չնայած որ իրանք մաքուր էին, միանգամից երբ որ լցրել էի, մաքրել էի, բայց չի խանգարի երկրորդ անգամ լվանալ եւ մաքուր տեղավորել։ Հիմա կչորանա, կտեղավորեմ։ Ինձ այստեղ սպասվում է վարունգներ, իրանք մեծոտ են, չգիտեմ ինչ անեմ, ճիշտ արդեն ռեցեպտ մի հատ գտել եմ ինտերնետից, բայց մտածում եմ պատրաստեմ, չպատրաստեմ, որովհետև մեջը կա այդպիսի մի փոքր հարմար չափեր, սրանք մարինատ կանեմ, բայց մեջ չափեր էլ կա, ես այդպես մեծ բանկաներ չունեմ, համ էլ տեղ չունեմ մեծ բանկաներ դնելու, արդեն սառնարանները լիքն են համայրը։ Կա կտրտած, այսպես կտրտում են բուրգերների համար, պես չգիտեմ պատրաստեմ թե չէ, որովհետև փորձված բաղադրատոմս չեմ ուզում փջացնեմ, բայց այս վարունգը որ պետք է մի բան արվի, այդ հաստատ է։ Հիմա կլցնեմ սառը ջրի մեջ, մի քանի ժամ կմնա, մի 6-7 ժամ հաստատ պետք է մնա, որից հետո կմտածեմ ինչ անեմ։ Ինչով եմ զբաղված, արդեն իսկ երեկո է, ես դեռ աշխատում եմ խոհանոցում, այսպիսի ամենահամեղ ու հոտավետ կանաչին եմ գնել, ռեհան, պատրաստում եմ չորացնել, արդեն լվացել եմ, ինք ամբողջովին չորացել է, մնում է ինձ ուղարկեմ, տեղավորեմ սուշիլկայի մեջ և չորացնեմ, քանի որ չորացնելու եմ սուշիլկայի մեջ, այդպես և արագ է լինում, և ես այդքան տեղ չունեմ, որպեսզի փռեմ լուսամուտներին չորացնեմ, ու Մոսկվայում էլ արև չկա այդքան, մեր մոտ արդեն ցրտել է, անձրևոտ է, ու բնականաբար ահագին օրեր քաշի մինչև որ չորանա։ Իսկ ես ունեմ մեծ սուշիլկա, փառք Աստծո, հիմա կտեղավորեմ մեջը և մոտավորապես 5-6 ժամից ամբողջովին չոր ռեհանները դուրս կբերեմ։ Դե ինչ գնացինք տեղավորելու սուշիլկայի մեջ, ում որ հետաքրքիր է սուշիլկայի արտիկուլը, կարող եմ թողնել, որովհետև ինքը շատ լավն է, ամեն ինչ չորացրել եմ մեջը, և միս, և բանջարեղեն, և միրգ, և կանաչի, մի խոսքով, համ ինքը մեծ է, տարողունակ է, շատ է մեծ տեղանում, համ էլ ինքը շատ հզոր է ու շուտ է չորացնում։ Այդպես որ եթե ինչ-որ մեկիդ հետաքրքիր է, անպայման կարող եմ թողնել արտիկուլը։ Դե ինչ գնացինք տեղավորելու, այնտեղ սուշիլկայի վրա եմ դրել չորանոցը, որովհետև այստեղ ոչ մի հարմար տեղ չունեմ, որ չխանգարի ինձ, այնտեղ հիմա կմիացնեմ ու վերջ։ Ահա և սուշիլկաս, տեսեք քանի դար է, քանի հատ դար է, եթե չեմ սխալվում 18 հատ է կամ 21 հատ այս սետկաները, և շատ հզոր է ինքը, շատ արագ է չորացնում։ Հիմա այսպես հանեմ և սկսեմ տեղավորել։ Մի րոպե տեսնեմ, կարող եմ մի րոպե տեղավորեմ։ Եվ այսպես։ Հենց այսպես մեծ-մեծ թողնելու եմ, տերևներից չեմ առանձնացնելու, որովհետև հետո տերևները հանում եմ, փշրում եմ, մեծ մասը այդպես եմ թողնում մեծ-մեծ տերևներ, իսկ այս ցողունները կոֆե յաղացով աղում եմ և ընտիր օգտագործվում է դրա համար, հենց այսպես պոչերով էլ դնում եմ երկար, ուղղակի հիմա մեկ ձեռքով չեմ կարող տեղավորել, բայց հիմա կփորձեմ կանջատեմ հեռախոսս և կտեղավորեմ։ Դե ինչ տեղավորեցի ռեհաններս, ճիշտ ամբողջը տեղ չարեց, դեռ այստեղ երևի կեսն էլ կա, ոչինչ, սա կչորացնեմ, դա էլ կչորացնեմ, չի խանգարի, հիմա ուղղակի այս մնացածը կփռեմ առանձին, որպեսզի այսպես չմնան իրար վրա ու մի խոսքով հյութը դուրս չտա, մինչև որ սա կչորացնեմ։ Հիմա թող մնա 60 աստիճանի վրա, չէ մի քիչ ցածացնենք ավելի լավ է։ Հիմա րոպեն դնենք։
թող մնա 5 ուժը։ Քառասուն 5 թող մնա։ Ժամկես 45 աստիճանի տակ եմ թողնելու ու տեսնենք ոնց է չորանում։ Ընթացքում կտեսնեմ ոնց է չորացել, չի չորացել, շատացնել, քչացնել, ժամանակային առումով արդեն կտեսնեմ ընթացքում ոնց է պետք անել։ Եվ այսպես գնամ, այս մնացածն էլ այսպես առանձնացնեմ սկուտեղների մեջ։ Սպասենք մինչև չորանա։ Հաջորդ գործս ինչ է եղել, եգիպտացորենները մաքրել եմ, կտրտում եմ այսպես երկու մաս եմ անում շատ մեծ եգիպտացորենները, որպեսզի եւ սառցարանում հարմար տեղավորվի եւ եփելուց կաթսայի մեջ հարմար լինի ու մեծ կաթսա չվերցնեմ։ Քանի հատիկ ուզում եք տեղավորեք, ես մի ուպակովկայի մեջ 5 հատիկ եմ դնում, եթե պետք է լինում 2 ուպակովկա եմ եփում։ 2 պակետի մեջ եմ դնում, որպեսզի սառցարանը հոտ չընկնի ընդհանրապես ցանկացած բանջարեղեն, միևնույն է, եթե 1 պակետի մեջ եք դնում, ինքը միևնույն է հոտ է տալիս։ Դրա համար ես ամպորում 2 հատի մեջ եմ անում, ալարեցի վակուումատորը հանեմ, վակուում անեմ, չնայած որ խոսք եմ տվել, ես վակուումատորը նոր ցույց տամ։ Սա դեռ 4 ուպակովկա, մի 2-3 այդքան էլ պետք է անեմ, որովհետև մերոնք եգիպտացորեն սիրում են, եւ այդպես եմ եփում, եւ ջեռոցում ենք դնում բանջարեղենի հետ, շատ համեղ է, այնպես որ երբեք շատ չի լինում։ Բայց դա դեռ 4 ուպակովկա։ Պետք է պատվիրեմ ավելի շատ, հաջորդ անգամ, այս անգամ շատ գործ ունեի անելու, այսպես չէի կարողանում հասցնել, դրա համար որոշեցի մի քանի հատ պատվիրել։ Ճիշտն ասած, ես մտածում էի ուտելու համար հիմա, բայց քանի որ տանը ես եմ մենակ, բոլորով աշխատանքի են, Մարիչկան Վոլգոգրադում է, տղաները գործի են ու ես եմ մենակ, այդքան էլ ինձ ես չեմ ուզում, դրա համար դրեցի սառցարանը, բայց դա հիմնական սառցարան դնելու համար կպատվիրեմ երևի չորեքշաբթի, ումից որ պատվիրում եմ, իրենք չորեքշաբթի ու կարծեմ ուրբաթօրեն, թե շաբաթօր իրանց դաստավկայի օրերն է, կամ չորեքշաբթի կամ ուրբաթօր պատվիրեմ, կամ պետքա կետչուպի համար լոլիկ պատվիրեմ, չգիտեմ, եթե կետչուպի համար պատվիրեմ, բնականաբար մենակ կետչուպը կանեմ, հետո նոր եգիպտացորեն, տեսնեմ, որովհետև կետչուպ նույնպես ժամանակատար է, այդքանը մաքրել, եփել, պատրաստել, հետո տեղավորել։ Իսկ ես սիրում եմ, երբ որ ամեն ինչը տեղին արվում, այլ ոչ թե այսպես խառը արագ, որպեսզի ամեն ինչ հասցնենք։ Ու բնականաբար այդ ամբողջի հետ ես աշխատում եմ, որպեսզի կարողանամ եւ ես չհոգնեմ, եւ գործերս ավարտեմ, եւ տունը մաքուր մնա։ Դրա համար կամած այսպես, բայց մենակ մի բան է ինձ անհանգստացնում, Բադրջան սմբուկները, որ պետք է իրանց խորովել, բայց տղաները տունը չեն, ես չգիտեմ այդ ոնց եմ անելու մենակով, ընդհանրապես չի տեղավորվում ուղեղից մեջ, որովհետև ուզում եմ խորովել սմբուկը, պղպեղը եւ այդպես սամանների մեջ դնել սառցարան, որպես խորովածի հետ ուտելու, հենց այնպես ուտելու բանջարեղենով մենք սիրում ենք։ Բայց դա չգիտեմ, բայց եթե երկար էլ մնա, արդեն սեպտեմբերի սմբուկներն ավելի դառնահամ են լինում ու չեմ ուզենա այդքան մնամ, բայց դա տեսնենք երբ կմնան տղաները տանը, դրանով կզբաղվենք։ Դա ինչ անջատեմ, տեղավորեմ, տեսնենք էլ ինչ ենք նկարում, այս վլոգին կպցնում, այս վլոգը երևի այսպես տնային վլոգ է լինում ամբողջովին, գործեր, փակոցներ, գիտեմ բոլորով զբաղված եք, բայց միևնույն է շնորհակալ եմ բոլորից հետ, ովքեր որ նայում եք, գրում եք, շատ հաճելի է իմ համար ու շատ զգացված եմ, որ ձեր մի փոքր նույնիսկ այդ վարքյանները տրամադրում եք, ինձ նայում եք, գրում եք, մեկնաբանում եք, բոլորից տանչապ շնորհակալ եմ։ Եղեք միշտ այդպիսի լավը կամեցող բոլորի համար։
Դե ինչ, անցնեմ գործի։ Տեսեք, առաջին պարտիաս չորացրել եմ։ Ընդամենը 4 ժամ տևեց չորացնելը, սկզբից չորացրեցի 45-40 աստիճանի տակ, մի ժամ հետո փոխեցի 60 աստիճանի տակ ու 4 ժամում ինքը ամբողջովին չորացավ։ Հիմա երկրորդն եմ արդեն դրել, քանի որ երկրորդը ավելի քիչ է, քիչ ժամանակով եմ դրել, ավելի նոսր է շերտերի վրա փռած։ Հիմա այսպես կթողնեմ ինքը ամբողջովին կսառի և կտեղափոխեմ պահպանելու։ Այսօր արդեն նոր օր է սկսվել իմ մոտ, բարի օր բոլորիդ, հուսով եմ լավ եք, ես լավ եմ։ Այսօր ամբողջ օրը տանն եմ ու կարելի ասել ամբողջ օրը այսպես ժամանակ չեմ ունեցել նստելու, նոր մի փոքր այսպես ազատվեցի։ Այսօր որոշեցի ամբողջ այսպես անկողնային պարագաները լվանամ, չորացնեմ, քանի որ չորանոցը ունի այդ հնարավորությունը, բարձերը, վերմակները, մի խոսքով ամեն ինչ ամբողջը լվացեցի, հիմա հերթով չորացնում եմ ու դրա հետ մեկտեղ բնականաբար երբ որ անկողինները փոխում ես, ամբողջովին տունը դառնում է այսպես խորը մաքրվելու ու դրանով էի զբաղված, հիմա նոր նստեցի, մի հատ սուրճ խմեցի, որոշեցի վակուումի ապարատը ցույց տամ, վակուումատրեմ եւ այստեղից հավաքեմ, 3 որեհան է դրել եմ, որպեսզի նկարեմ, ու այդպես է ժամանակը չի հերիքում, չեմ հասնում, ոչ նկարեմ, հիմա կնկարեմ, ցույց կտամ, եթե ինչ որ մեկիդ հետաքրքիր լինի, արտիկուլը կթողնեմ։ Ռեհաններս են չորացել, պետք է արդեն տեղավորեմ։ Դե ինչ շրջեմ կամերան ցույց տամ ու հավաքեմ։ Այսպիսի վակուումատր եմ պատվիրել, իմ այսպես շատ փոքր, նեղ, ամենահասարակ վակուումատրներ ու եթե չեմ սխալվում, տղաս էր պատվիրել 5-600 ռուբլի էր, արդեն երևի 4-5 տարի օգտագործեցինք, բայց արդեն սկսել է ինքը լավ վակուում չանել, դրա համար որոշեցի նորը պատվիրեմ, ավելի հզորը, իմը մենակ չոր վակուումի համար էր, թաց մթերքները վակուում չեր անում։ Հիմա հանենք այս պլյոնկան, իսկ սա որ գնել եմ, ինքը և չոր և թաց վակուումի համար է, նաև ոչ միայն վակուում է անում, այլ սա թեքում ենք այս կողմը, ինքը վակուումի այդ պակետը ուռացնում է, մթերքներ կան, օրինակ չորացրած կանաչին, եթե լցնես վակուում անես, ինքը ամբողջովին կփշրվի։ Իսկ այդ ֆունկցիայով ինքը ուռում է պակետը, ամբողջովին դառնում է շարի, մեջը օդ է լցվում, ընդհանրապես ինքը այդպես մնում է, չի փշրվում ոչ մի մթերք։ Նույնն էլ վակուումը շատ լավ է անում վակուումը, արդեն իսկ փորձել եմ, ինքը լավ մեծ պակետների համար էլ է նախատեսված երկար, այստեղ ունի ինքը այսպիսի դանակ, որպեսզի հեշտությամբ պակետները առանձնացնեք։ Ամենասովորական հասարակ վակուումատրը, որը իմ համար կարևոր էր, որ մեծ լինի, ճիշտ է, կար որ տեղ ուներ ռուլոնով պակետների համար, բայց դա մի փոքր ավելի գնային առումով թանկ էր, կարիք չկար դրանից, դրա համար այսպես վերցրեցի, ինքը այսպես փակվում է, միգուցե միացնում ցույց տամ, այսպիսի պակետներ կար մեջը, վակուումատրի չափերը չգիտեմ, մեկ չափ էր, և սա էլ վնիշնի նասոսա, միացնում ես իրան, ճիշտ է դեռ չեմ կարդացել ոնց է, երևի այստեղ միացնում ես, կան տոպրակներ հագուստի, որ մեծ կարող ես վակուում անել և տեղ չգրավի, և սրանով կարող ես վակուում անել, այսպես, սա հենց այդ տոպրակների տեսած կլինեք երևի, միանում այստեղ, այսպես, և կարող ես տոպրակները վակուում անել, հագուստը վակուում անել, որպեսզի տեղ չզբաղացնի, կամ էլ չգիտեմ, ինչ որ մի բան,
Բայց հաստատ պակետների համար ասա այդ գիտեմ, որովհետև ես ունեմ այդ պակետներից վակուումի շորերի համար վակուում ես անում, ես առաջ փոշեկուլով էի վակուում անում, փոշեկուլն էլ միացնում ես այդ անցքի վրա, տոպրակների ինքը վակուում անում, բայց սրանով էլ ավելի հարմար կլինի, որովհետև ինքը չափին է ու փոշեկուլը շատ ժամանակ պետք է այսպես բռնես ուղիղ, որ ինքը ամբողջովին այդ եզրերը փակի, իսկ սա իր չափով է եւ միանգամից վակուում կանի։ Չգիտեմ միացնեմ ցույց տամ, բայց ինչ վակուում անեմ չգիտեմ։ Դե երևի հետո կփորձենք, լավ միասին երբ որ ինչ-որ մի բան վակուում անելու լինեմ, անպայման ցույց կտամ։ Փորձել եմ իրան, ինքը աշխատում է, բայց եթե ինչ-որ մեկիդ հետաքրքիր կլինի, այսքանի օրը երևի լոլիկ կպատվիրեմ եւ վակուում կանենք ու միասին կտեսնենք։ Այդպես, բայց պետքա մեծ չափի պակետներ պատվիրեմ, որովհետև իմ ֆորմայի ինքը հա, նույն ֆիրման է։ Շուտվանից ունեմ, շուտվանից եմ պատվիրել, հեսա նույն ֆիրման է, оказывается։ Եվ իմ մեծ պակետները արդեն իսկ շատ քիչ է մնացել, պետք է պատվիրեմ, որպեսզի Տես մեծերը բնականաբար մսերի համար են պատվիրում, բայց փոքրները լոլիկ, միրգ, բանջարեղեն, սարդարան դնելու համար։ Այստեղ ունենք 3 չափ, այս ուպակովկայի մեջ 3 չափեր, սա անցած տարի եմ պատվիրել Wildberries-ից, նույնիսկ չեմ նկատել, որ նույն ֆիրման է ընդհանրապես։ Հեսա մի հատ էլ ավելացավ այս փոքրներից, միջին չափն է, ոչ թե փոքրը, փոքրը ինքը լավ փոքր է, այսպես փոքրիկը։ Դա ինչ հավաքեմ, լվացքս կանգնեց, վերջինն էլ գցեմ շորանալու և այսօր համարենք այսպես գործերս փակված, մնացել այնտեղ ամանները տեղավորեմ և աղբը թափեմ, այս վարունգի կարոպկան է, այս տարի այսպես այնքան շատ պահածոներ եմ անում, չգիտեմ խի, այսպես տնային միշտ էլ անում է, բայց ոչ այսքան շատ, այսքան տեսականի, իհարկե արդեն տեղ չունեմ դնելու, սառնարաններն ամբողջովին այսպես պահածոներ են ու վախենում եմ ամուսնուս ասեմ, որ մի հատ էլ եմ սառնարան ուզում, բայց դե պետք է, մի հատ էլ սառնարան պետք ինձ, ճիշտ արդեն դել եմ, գցել եմ կարզինկան ինչ որ ես եմ ուզում, բայց դեռ չգիտեմ, կգնեմ թե ոչ, բայց պետք է այդ հաստատ հույս ունենամ ամուսնուս գնա ես վլոգը և ախոս կպատվիրի սառնարանը, այդպես, հիմա անցնեմ գործի տեղավորեմ ես ամբողջը, այնտեղ խելքի բերեմ ու վերջ և հանգստանամ, եթե իհարկե հանգիստ կլինի, որովհետև տանը երբ որ գտնվում ես, միևնույնը մի բան գտնում ես և անում ես, չկա այդպիսի բան, որ իմ մոտ ամենայն դեպս այդպես է, չի լինում այդպես, այն բանկաներն էլ պետք է տանեմ հիմա բալկոն, չի լինում այդպես, որ ես ամբողջ օրն այսպես հանգստանամ, միևնույնն է, մի բան կա անելու, մաքրելու, տեղավորելու, դասավորելու, տեղափոխելու, եթե ինչ-որ բան էլ չկա, ես կարամ տեղափոխեմ և այդ գործը ինձ ստեղծեմ։ Բայց դա ես սիրում եմ, երբ որ ամեն ինչ ակուրատնի հավաքած, ամեն բան իր տեղն է, ավելի լավ է ես հոգնեմ այդպես, չեմ նստեմ իբր հանգստանում եմ ու այդ ամբողջ խառնաշփոթը ինձ խանգարի, որովհետև ես գիտեմ ինձ խանգարում է, երբ որ ինչ-որ մի բանը իր տեղում չի։ Դրա համար ավելի լավ է մի փոքր հոգնեմ, բայց ամբողջ այսպես մաքուր, բուրավետ կարողանանք շնչել և նստել։ Դե ինչ, չգիտեմ այս վլոգիս էլ իշ կմիանա, քանի օր կնկարեմ, որովհետև արդեն երկար օրեր նկարում եմ ու չեմ էլ հիշում, երբ այնց եմ սկսել, ինչ եմ նկարել, պետք է միացնեմ իրար, այնտեղ մի հատ էլ մարինատ կա, մեծ փոքր վարունգները մեջի, նույնպես առանձնացրեցի, այնտեղ վարունգները լցրել եմ սառը ջրի, նոր բաղադրատոմս եմ տեսել, վարունգները կետչուպի մեջ, մի փոքր ուզում եմ փորձել, տեսնեմ ոնց կստացվի, միգուցե միասին պատրաստենք, չգիտեմ։ Բայց այնտեղ փոքրները մի բան կա ավելացրել էի, ավելացրել
չափից ինչքան որ ինձ հարկավոր էր, դա լցրեցի մարինատ կլինի աղցանների, այդպես սովորական ուտելու համար իսկական է։ Եվ պետք է այդ մի վարում կտնեմ, հիմա եռացնեմ մի 5 րոպե ու փակեմ։ Դե ինչ, անջատեցի, կմիանանք, չգիտեմ երբ, չգիտեմ որտեղից, չգիտեմ ինչ անելուց։